Երբ իրավական պետությունը սպանվում է դիտավորությամբ եւ սպանվել է հրապարակային 2018 թվականի հարթակից հայտարարելով, որ մի դատավորն է, որի ասածը պետք է չանի, մենք լսել ենք ձայնագրություններ, թե ոնց պետք է կալանքը ուզեն չուզեն տան, ինչ իրավական գործընթացի մասին է խոսքը։ Հայաստանի այդ համակարգը, որը ընդունված էր մինչև Նիկոլը անվանել իրավապահ, այդ համակարգը կորցրել է իրավական եւ բարոյական հնարավորությունը Հայաստանի քաղաքացիներից որևիցե մեկի նկատմամբ ինչ-որ գործընթացներ նախաձեռնելու, իրականացնելու, ել չեմ խոսում հետապնդումների մասին։ Երբ որ այն մեր հետևում գտնվող դատարանը, դատական կազմը, դատական համակարգը համալրվում, փոփոխվում է այնպիսի դատարաններով, որոնք իրենց ասելով առանձնացված, մասնագիտացված դատարաններ են, բայց իրականում հետապնդում են արտակարգ դատարան լինելու եւ կոնկրետ քաղաքական գործերով արագ որոշումներ կայացնելու տրամաբանությունից, հետեւաբար այդտեղ իրավական պրոցեսներ լինել չեն կարող։ Երեք նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի բակում ենք առիթ ունեցել դրա մասին խոսելու, չի կարող լինել իրավական պրոցես մի համակարգում, որը Նիկոլի SMS-ներով է առաջնորդվում։ Այսինքն, եթե Բարձրագույն դատական խորհրդի նախագահին SMS կգրեր, որի նշանակման, պաշտոնավարման հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի Նիկոլը, դուք կարծում եք այն մարդով, որ իր ստորագրությամբ է նշանակվել այդ կառույցի ղեկավար եւ ձևավորվել է այդ կառույցը, այ պետք է տեղ մի քիչ ներողություն, պիտի շրջանակների մեջ լինեին եւ իբր թե ինչ որ SMS չգրեր։